Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հայագիտական որևէ կազմակերպություն ներկա չի եղել, տեղյակ չլինելու հանգամանքով պայմանավորված։ Փոխարենը հայության ինքնության ու մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողովի մասնակցության համար կազմվել հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից, այդ թվում Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Լիտվայից։ Պատկերացրեք, հրավիրում են եւ չգիտեմ եկեղեցու ծառայելական կամ ակադեմիայից որևէ մասնագետ գնում է եւ այդ մահմեդական ակցիային ինչ որ զեկուցում է կարդում, իր գործը պարտքը կատարած է համարում եւ դրանով իսկ, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմացնում է այս վայրենի կողոպուտը, մշակութային, հայկական մշակութային ժառանգության կողոպուտը։ Եվ այս հարթության մեջ սովորաբար, երբ որ նստում ենք Ադրբեջանի հետ եւ սկսում բանավեճի մեջ ենք մտնում, երբևէ մենք այդ գիտակցությունը չունենք ցավոք, որ ում հետ ենք ախր մենք բանավիճում։ Գիտաժողովը մի նպատակ է հետապնդել, այսպիսով բացառելով հայ պատմության, հայ մշակույթի եւ հայերի առկայությունը օկուպացված Արցախի հանրապետության տարածքում, դրանք համարելով ու ներկայացնելով որպես աղվանական։ Նկատենք, որ օկուպացված Արցախում հայկական հուշարձանները, որոնք անխնա ոչնչացնում է մեր թշնամին, դրանք պատված են հարյուրավոր հայերեն արձանագրություններով, անհնար է հերքել Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի եւ պատմամշակութային այլ արժեքներ ներկայացնող կոթողների հայկական հետքը։ Վատիկանի ճիվաղային դրսևորումները դարերի ընթացքում բազմիցս արտահայտվել են եւ արձագանքվել են տարբեր հետազոտողների կողմից, հավակնելով լինել, չգիտեմ, քրիստոնեության արժեքների համար առաջին պահպանողը, նույն Վատիկանն ինքը արդեն, տեսեք, շահի դիմաց արդեն որ-երրորդ անգամ իրեն նման բաներ է թույլ տալիս, այն էլ մահմեդական համայնքի առաջ։ Կոպիտ ասած, այսօր Ադրբեջանը արդեն կարողանում է իր նավթադոլարներով գնել քրիստոնեության այդ օրրանը, Վատիկանը, եւ այնտեղ ինչ-որ տրամադրություններ, եղանակներ ստեղծել։ Նույն Վատիկանը ինքը տարբեր առիթներով հիշատակում է, հայտարարում է Հայաստանը որպես պետականորեն քրիստոնեությունը առաջին ընդունած երկիր։ Հրապարակախոսը նկատում է, լռեց անգամ Իտալիայում ու Վատիկանում ներկա գտնվող մեր դիվանագիտական կառույցը։ Ես չեմ կարծում, որ չեն իմացել։ Պարզապես նույն կեցվածքն է, շարից հեռու եւ այլ մանավանդ, որ Հայաստանը վաղուց իդեմս իշխանավորների կանգնած է սեփական ժառանգությունից հրաժարվելու դիրքերում։ Եվ եթե դու հայտարարում ես Արցախը Ադրբեջանի մասն է, բնականաբար այդտեղ ենթադրվում է, որ Արցախում արկա մշակութային ժառանգությունն էլ Ադրբեջանի մաս է։ Այս տրամաբանության մեջ է այդ գիտաժողով, այսպես ճակերտավոր գիտաժողով կոչվածը։ Կարո Վարդանյանը հույս ունի, որ առաքելական, կաթոլիկ, բողոքական եկեղեցիները, սփյուռքի կառույցները, գիտական հաստատությունները կարձագանքեն այս անարդարությանը։ Մեր եկեղեցին անելիք ունի ախր, չի կարող լինի այսքան պասիվ անատամ նստել։ Ենթադրենք, պատկերացրեք, վաղը մյուս օրը մենք թոթափվեցինք մի կերպ այս պատուհասից, քննարկումներ են լինելու, չէ, երկար տարիներ, գնահատական է տրվելու, թե ինչ ահռելի կորուստներ մենք ունեցանք ֆիզիկական, հոգևոր, բարոյական դաշտերում եւ առաջ է գալու, երբ որ այդ ամեն ջրի երես դուրս գան արդեն հիմնավորված, առաջ է գալու, չգիտեմ, այս ճիվաղային ուժին բանադրելու խնդիրը արդեն ուշացած կլինի։ Աշխարհը պետք է հասկանա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հայի ու հայկականության ամեն դրսևորման եւ առաջին հերթին մշակութային ժառանգության թշնամին են։ Ի վերջո ունենք բացառիկ հարստություն, մատենադարան, որտեղ պահվում են հազարավոր ձեռագրեր, որոնք գրվել են Արցախում, Տարոնում, Վասպուրականում, Նախիջևանում, Մոքքում, Բարձր Հայքում, տարբեր գավառներում։ Իհարկե մատենադարանը շատ խիստ ու հիմնավոր պիտի հանդես գա հիմնավոր հայտարարությամբ, այն էլ մի քանի հայտարարություններով, ոչ միայն այդ ամբողջ վկայությունները, որը նաև քրիստոնյա աշխարհի կարևորագույն վկայություններն են, պահպանվում են Մատենադարանում, նույն Մատենադարանը մինչև Արցախի հանձնումը Արցախում ուներ մի փառահեղ, շքեղ մասնաճյուղ ուներ, չէ, Գանձասար մասնաճյուղը, դա էլ ամեն ինչի հետ մեկտեղ հանձնվեց։